Շնորհակալություն, պարոն Ղազենյան, քանի որ հավակնում եք ոլորտային հանձնաժողովի նախագահի պաշտոնին, եւ ձեր խմբակցությունը եւ ձեր քաղաքական ուժը գյուղատնտեսության մասին շատ է խոսում, գյուղատնտեսության զարգացման մասին, հացս կարելի է ասել վերաբերվում է եւ գյուղատնտեսությանը եւ ջրային ոլորտին։ Պարոն Ղազենյան, ինչպես եք պատկերացնում գյուղատնտեսական հողերի, մասնավորապես աղակալած եւ դեգրադացված հողերի բարելավմանն ու վերականգնմանն ուղղված պետական քաղաքականությունը եւ գործնական քայլերը։ Ինչ մեխանիզմներ եք նախատեսում նման հողերի բերիության վերականգնման համար եւ դրանց գյուղատնտեսական շրջանառության վերադարձի համար։ Շնորհակալություն։ Սենց ասեմ, հաշվի առնելով, որ ասել եմ, որ ինձ ամենագետ չեմ համարում, չեմ ուսումնասիրել, կարծիք չունեմ, ստացվելու դեպքում կամ անգամ չստացվելու դեպքում կուսումնասիրեմ, կարծիքս կհայտնեմ, թույլ տվեք անդրադառնալ պարոն Եղոյանի ասած, որ ինֆրաստրուկտուրան շատ հին է, դրա համար վթարներ, կներեք, մեր վաղտել էր հին, մեկ, հա, բայց ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, այդ ոնց է ալնում, որ այն ժամանակ բոլորը շատ ակտիվ խոսում էին, մեր ժամանակ մի տարի եւ ավել կառավարչին ասում եմ արի մի հատ հմեկով բանավիճենք հասկանանք տենանք այդ որ թալանել ենք այսպես ասած Ղազենյան Դավիթը թալանել է այդ որն է թալանը ինչն է թալանը բան չկա ես իմ խնդրանքը հետեւյալն է միայն այդ պարագայում կստացվի մեր աշխատանքը մեր ֆրակցիայի ղեկավարը շատ լավ շատ ճիշտ բան է ասել մեր ֆրակցիայի ես էլ ձեզ մի քիչ գաղտնիք բացեմ ասես մարդիկ եթե շեշտվել է իհարկե եթե կբերեն օրենք նախագիծ, որը կլինի մեր հասարակության, մեր ժողովրդի համար ընդունելու եւ դրական զարգացման առումով, մենք պետք է շատ դուրս քննարկենք կողմ լինելու հարցը։ Հիմա նույնը ձեզ եմ ասում, ախր եթե ես տեսնեի, որ այսօրվա անջատումների ժամանակ դուք նույնպես ակտիվ եք, դուք նույնպես ասում եք, լավ, այս ինչ վիճակ է, հավատացած եղեք, ես մասնագիտական խորհրդատվություն կտայի ձեզ, ձեր մասնագիտությունով կխնդրեի, դուք ինձ խորհրդատվություն տայիք Նորից եմ կրկնում, առանց որևէ քաղաքական համագործակցության էլ եմ ասում, մենք սենց բան ենք, այնքան հեռու ենք, որ կյանքում չենք կարա կպնենք իրար։ Հիմա ինչ վերաբերվում է տեխնիկական վիճակին, այդ թիվը բազմիցս ես հնչեցրել եմ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը արդիականացնելու համար ուշադրություն անհրաժեշտ է մոտավորապես 10 միլիարդ դոլար։ Հեծը, եթե չեմ սխալվում, ներդրվել է 600-ից 700 միլիոն։ 700 միլիոն դոլար։ Հիմա դուք եկել եք, ախր ամեն ինչ շատ պարզ է։ Եկել ենք, ասում ենք, ոնց որ ձեր տունը վերանորոգեք, ձեզ վերանորոգողն ասի պետք է 20,000 դոլար տաս, այս տունը վերանորոգեմ։ 5,000-ը տաս, գնաս ասես խիչ ես պրծել։ Խիչ եմ ապրում այս տանը։ Այնքան պարզ է ամեն ինչը։ Հիմա դրա համար եմ ասում, հարցեր ունենք, որպեսզի այստեղ վատ վիճակ, օրինակ ես պարզ ձեզ ասեմ, եթե ունենամ հարց ձեզ, որտեղ ունենամ կասկած եւ իմ ֆրակցիայի ընկերները ինձ չինֆորմացված չլինեն, մյուս չանեն, ես հարցը տալուց առաջ կմոտենամ, կասեմ մի հատ կասեք, այս ինչ խնդիր է, հաստատ չեմ ամաչի։ Իմ ֆրակցիայում էլ ինչ չեն կասկածի, հաստատ որ մոտեցած ձեզ ուրեմն մի բան են չի, էլի։ Արձագանք։ Պարոն Ղազենյան, կարելի է առնվազն գոնե իմ համաձայնություն ունենալ հարցին այդպես հեշտորեն վերադառնալու նախորդ հարցին վերադառնալու համար, որովհետև ես դες հաս տվեցի եւ սպասեցի, թե դուք մինչեւ վերջ պիտի պատասխանեք Եղոյանի հարցին։ Կարծում եմ այնքան էլ գեղեցիկ չէր։ Դուք ասացիք պատասխանը չգիտեմ եւ անցաք այն պատասխանին, որին փայլուն տիրապետում եք կամ փորձում եք պատասխանել։ Ուղղակի տգեղեր։ Գիտեմ ինչ ասում։ Ոչ մի բան մի ասեք, լսեք իմ արձագանքը։ Արձագանքից, քանի որ դուք հացից շեղվեցիք, ես ձեզ այլ հաց կտամ, ձեր խմբակցության ղեկավարը ասաց իր խոսքի մեջ, որ ինքը շատ ուրախ կլինի, որ բոլոր յան ազգանունով մարդիկ հարստանան, լավ ապրեն եւ այլ, որպես այս հանձնաժողովի նախագահի հավակնոտ, ես ուզում եմ հարցնել, Հայաստանի Հանրապետությունում ապրում են նաեւ այլազգի բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության այլազգի մեր այլ հայրենակիցները չեն հարստանալու, ես կարծում եմ, այստեղ վտանգներ կան, եւ դուք կիսում եք, որ միայն յան ազգանունովները պիտի հարստանան, իսկ մեր մյուս քաղաքացիները Հայաստանի Հանրապետության այդ իրավունքը չունեն։
Արձագանք։ Չնայած ձեր Հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ քննարկումները դադարեցրեք։ Մաթեմատիկան խնդրում եմ անձայն արեք, պարոն Մանուկյան։ չնայած Հարգելի գործընկերներ, լռեք, խնդրում եմ։ Չնայած ձեր կոպիտ հռետորաբանությանը, ես որպես հայ տղամարդ եւ դաստիարակություն ստացած անձ եւ լինելով կնամեծար, ձեզնից ներողություն եմ խնդրում, ձեր տված հարցին ասելով չգիտեմ, հարցը չփակելու համար, եթե ձեզ դա զեռատալի խնդրեմ։ Բայց կիսատ հարց կար, իմիջիայլոց ձեր գործընկերներ, էլի։ Հիմա ինչ վերաբերում է Յան ազգանունին, ես անկեղծ ձեզ ասեմ, միջև խաղաղության պայմանագրի կնքումը աշխարհում ընդամենը երկու երկիր կա իմ համար, որոնք այստեղ դեռևս պիտի ոչի բան չանեն։ Մնացած բոլոր երկրներից ես անգամ կլինեմ խնդրողի դերում, իմ միջոցներով գնամ կհասնեմ իրանց, մեր ծրագրերը պետության հետ, իշխանության հետ աշխատելու դեպքում ունենալով պրեզենտացիաներ, կգնամ իրանց պրեզենտացիա կանեմ եւ կխնդրեմ գալ այստեղ որևէ ծրագիր իրականացնել։ Իմ ընկերը, իմ ֆրակցիայի ղեկավարը ասել է ընդամենը, ու դա նորմալ է յուրաքանչյուր հայի համար։ Իհարկե շատ ուրախ կլինենք, այն որ միտեղ լսում էինք, չէ՞, մի հատ հայ լավ ազգում։